Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում է ABC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Ձերբակալվել է Մարտուն Գրիգորյանը, ինչ է հայտնի նախկին պատգամավորի նկատմամբ հարուցված վարույթի մասին։ Առինջ մոլի տարածքի շուրջ նոր դատական գործընթաց է սկսվել, ինչ է պահանջում Կոտայքի մարզի դատախազությունը դատարանից։ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Զելենսկին խոսել են հեռախոսով, ինչ են քննարկել կողմերը։ Ռուսաստանը կրկին անդրադարձել է Հայաստանի և Ուկրաինայի մերձեցմանը, ինչ է ասել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան Հայաստանի հասցեին։ Իլհամ Ալիևը խոսել է Հայաստանի էներգետիկ ապագայի և Մեծամորի ատոմակայանի մասին, ինչ է պատասխանել հայկական կողմը։ Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին ՄԱԿ-ը կրկին խոսում է բանակցությունների անհրաժեշտության մասին, ինչ է առաջարկում կազմակերպությունը։ Ազգային ժողովի նախորդ գումարման պատգամավոր վերջին խորհրդարանական ընտրության Բարգավաճ Հայաստանի ցուցակով առաջադրված Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել է։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ նա որպես մեղադրյալ է ներգրավված ընտրական հանցագործության դեպքով քննվող վարույթում։ Ավելի վաղ Գրիգորյանի ձերբակալության մասին հայտարարել էր փաստաբան Արսեն Բաբայանը, սակայն քրեական վարույթից այլ մանրամասներ չի հայտնել։ Գրիգորյանը իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել դեռ նախընտրական շրջանում։ Մայիսի 22-ին քննիչները շուրջ 7 ժամ խուզարկել են նրա տունը, մեքենան և Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական շտաբը, առգրավելով փաստաթղթեր ու համակարգիչներ։ Իսկ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող գույքի շուրջ նոր իրավական գործընթաց է սկսվել։ Կոտայքի մարզի դատախազությունը դիմել է հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան Առինջ մոլի տարածքի աճուրդը անվավեր ճանաչելու և գույքը վերադարձնելու պահանջով։ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով զրուցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Կառավարության փոխանցմամբ երկրների ղեկավարները քննարկել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունները, նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները։ Առանձին ընդգծվել է կայուն և երկարատև խաղաղության հասնելու կարևորությունը։ Բայց Երևանից հնչած այս հայտարարությունների ֆոնին Մոսկվայից կրկին կոշտ գնահատականներ են հնչել։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Մոսկվան չի մոռացել, որ հայ քաղաքական գործիչները չեն հանդիմանել Զելենսկիին Երևանից մայիսի 9-ի շքերթի վերաբերյալ նրա հայտարարությունների համար։ Զախարովան քննադատել է նաև Հայաստանի վերջին քայլերը դրանք կապերով Եվրոպայի հետ մերձեցման և Կիևի հետ հարաբերությունների խորացման հետ։ Նա անդրադարձել է նաև 103-ամյա պատերազմի վետերան Ռոզալիա Աբգարյանի քրեական գործի շրջանակում հարձակվելու հանգամանքին։ Ոչ ոք չի մոռացել, որ հանրապետության ինքնիշխան քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները համարձակություն չունեցան հանդիմանելու Զելենսկիին, ով Հայաստանի մայրաքաղաքից սպառնաց հարձակվել Կարմիր հրապարակում հաղթանակի օրվա շքերթի վրա։ Դժվար կլիներ գտնել ավելի պատկերավոր ապացույցներ այն բարոյական և հոգևոր անկման մասին, որը բխում է ժամանակակից, անդեմ, բարոյապես աղքատացած Եվրոպայի հետ մերձեցումից և նեոնացիստական Կիևի ռեժիմի հետ եղբայրացումից։ Մինչ արտաքին քաղաքականության շուրջ այս բանավեճերը շարունակվում են, խորհրդարանում լարվածությունը չի թուլանում։ Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների ղեկավար կազմի ընտրությունը 5-րդ օրն է շարունակվում է։ Ուղիղ միացմամբ հետևենք, թե ինչ է կատարվում խորհրդարանում։ Այս ճնճղուկի վրա։ Սա բնականաբար այդ միջավայրից տաքանում է ու նորից է սկսում ծվծվալ։ Որ նորից է սկսում ծվծվալ, կատուն գալիս սրանք գտնում և ուտում է։ Հիմա հեղինակը այդ առակից երկու հետևություն անում։ Առաջին, միշտ չի, որ քեզ կեղտոտողը քեզ վատություն անողն է, և երկրորդ, միշտ չի, որ քեզ կեղտից հանողը քեզ լավություն անողն է։ Բայց Վազգեն Սարգսյանը իրեն բնորոշ նաև գեղարվեստական հանճարով ավելացնում է երրորդ հետևությունը։ Ասում է, եթե կեղտի մեջ ես ցենդ գլուխդ մի գցի։
Հիմա խոսքս վերաբերում է քաղաքացիական պայմանագիր ամբողջ կուսակցությանը, խմբակցությանը, նրանց ձևավորած կառավարությանը, սուս նստեք տեղներդ։ Դուք այն քաղաքական ուժը չեք, որ կարողանաք որևէ մեկի անունը տաք։ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակաշրջան, աշխատակազմի ղեկավար, կոռուպցիա, այս համադրությունը հələ մի հատ բերեք տեսնենք, թե ում կերպարում է մարմնավորված։ Մինչև երկուշաբթի օրը դուք բոլորդ առաջնորդվում եք Նիկոլ Փաշինյանի ցուցումներով, հորդորներով, SMS-ներով, որին խորհուրդ էր տալիս Արտաշես Թումանյան։ Իսկ երեկ պետաիրավական հանձնաժողովի նախագահի ընտրության քննարկումը վերածվել էր լայն քաղաքական բանավեճի։ Պատգամավորները միմյանց ընդհատում էին, հակադարձում, երբեմն էլ վիրավորում։ Ամեն ինչ հատկապես թեժացավ, երբ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ իշխանական պատգամավորները ամենայն հայոց կաթողիկոսին նորից կոչեցին աշխարհիկ անունով։ Ընդդիմադիր խմբակցության պատգամավորները որպես բոյկոտ սեղաններին էին հարվածում, իշխանական խմբակցության պատգամավորները ի աջակցություն ծափահարում։ Հետո իրավիճակը փոխվեց։ Երբ ընդդիմությունը հնչեցրեց Գարեգին երկրորդ անունը, սեղաններին սկսեցին հարվածել իշխանական պատգամավորները։ Ինչու էր խորհրդարանում սկսվել այսպես ասած ծափահարվածի օպերացիան, ռեպորտաժում։ Քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Ռուբինյանի խոստացած հայելային անդրադարձներ խորհրդարանում ԿՊ-ում հակահարվածի են անցել, կաթողիկոս բառը լսելուն պես հարվածներ են տեղում սեղաններին։ Բրավո, քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Շատ լավ, եկեք խաղանք այս խաղը։ Քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին երկրորդն է։ Եվ այսպես շարունակվեց այնքան, մինչև Ռուբինյանը հորդորեց դադարեցնել։ Ընդդիմադիր Քրիստինե Վարդանյանը ներողություն խնդրեց հայրենակիցներից իր խոսքով մանկապարտեզի նախապատրաստական կուրսին ներկա գտնվելու համար, ինչին կրկին միջամտեց Ռուբինյանը։ Տիկին Վարդանյան, ես ես հորդորում եմ մնալ կոռեկտության սահմաններում, այստեղ բոլորը շատերը երիտասարդ են, բայց ոչ ոք մանկապարտեզից չի, այդ ու ձեր խմբակցությունում եւ ես ես հորդորում եմ մնալ կոռեկտության սահմաններում, շարունակեք ձեր ելույթը, շարունակեք ձեր ելույթը։ Խորհրդարանը երկրորդ օրն է ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցն է քննարկում։ Մինչ այդ հասցրել էր քննարկել Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը պաշտպանության հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում։ Դեռ 10 հանձնաժողովի նախագահ էլ պետք է ընտրվի։ Ռուբինյանն առաջարկում է թեմային չվերաբերող ելույթները թողնել հետո, օրինակ հայտարարությունների ժամին։ Հակառակ դեպքում մենք կարող է 2031 թվականին նոր ավարտենք այս հանձնաժողովների ձևավորումը, միանգամից գնանք նոր ընտրությունների։ Նախորդ նիստից քննարկման առանցքում սահմանադրության հարցն է։ Ընդդիմադիր Աննա Գրիգորյանն այն համարում է Ալիևի անպնդելով, որ նոր սահմանադրության օրակարգը Հայաստանից չի ծնվել եւ թելադրված է Ադրբեջանի պահանջով։ Նրա խոսքով իշխանությունը փորձում է սահմանադրությունից հանել անկախության հռչակագրին հղումը, իսկ խորհրդարանը նման փոփոխություն քննարկելու մանդատ չի ստացել։ Այս պարլամենտը կարող է հաստատել սահմանադրության նոր տեքստը եւ դնել հանրաքվեի, եթե կա 2/3 մեծամասնություն։ Դուք չունեք այդ մեծամասնությունը։ Եվ մեզ էլ որևէ մեկը չի լիազորել, որպեսզի մենք այդ փոփոխությունը իրականացնենք։ Հետևաբար դա սա նոր սահմանադրության հարցը ոչ թե հետընտրական ձևավորված օրակարգ է, այլ նախընտրական օրակարգ է, որի պատասխանը ժողովուրդը տվել է, այսինքն չի ուզեցել նման փոփոխություն։ Հաջորդի ելույթի իրավունքը դաշնակցական Քրիստինե Վարդանյանինն էր, բայց Ռուբինյանը կարծես չէր նկատել։ Քրիստինե Վարդանյանը դալիճում չէ, հարություն։ Հա, վայ, 1000 ներողություն։ Համեցեք, տիկին Վարդանյան։ ԿՊԱ-ական Հայկ Կոնջորյանն էլ ընդդիմության Ալիևի սահմանադրության թեզին հակադարձեց, պնդելով, որ նոր սահմանադրությունը պետք է հիմնված լինի ոչ թե Ալիևի կամքի, այլ Հայաստանի քաղաքացիների կամքի վրա։ Կոնջորյանը ընդդիմությանը մեղադրեց քաղաքական օրակարգը Ալիևի թեմայով կառուցելու համար, պնդելով, որ դրա փոխարեն պետք է խոսել Հայաստանի քաղաքացիների կամքով ու ձևավորվող պետության ու սահմանադրության մասին։ Ձեր սոֆթը ուրիշ սոֆթ է։ Մի 4, 5, 6, 700 տարի առաջվա սոֆթ է, հասկանում եք։
Ձեր սոֆթը հին է, հասկանում եք, պարոն Կարապետյան, խնդրեմն է դա, որ դուք ձեր iPhone 17-ներով եկել եք, բայց ասենք iPhone 4-5-ի սոֆթով ուզում եք sense բուքսավատ անել, ասենք, ու մեր ժողովրդին էլ մտցնում եք այդ բուքսավատի մեջ։ Կոնջարյանին պատասխանելու փոխարեն Կարապետյանը խորհրդարանի միջանցքում լրագրողների հետ զրույցում կոշտ դիրքորոշում հայտնեց նոր սահմանադրության հարցում, պնդելով, որ ընդդիմությունը չի պատրաստվում աջակցել այն նախագծին, որը իր գնահատմամբ պարտադրվում է Ադրբեջանի կողմից։ Համաձայն չենք այն մոտեցմանը, որ պետք է մեր ծննդականը վառենք, Ալիևի բերած համանadrությունը անցկացնենք։ Նարեկ Կարապետյանն անդրադարձավ նաև Մեղրիի ուղղությամբ ադրբեջանցի մասնագետների այցերին, պնդելով, եթե Հայաստանի տարածքով որևէ հաղորդակցության գիծ է անցկացվելու, դրա դիմաց Ադրբեջանը պետք է վճարի Հայաստանին, իսկ ամենակարևորը, դա պետք է լինի Հայաստանի ինքնիշխան տարածքով անցնող ճանապարհ, ոչ թե միջանցք։ Խորհրդարանի քաղաքական թեժ քննարկումներին զուգահեռ Հայաստանի էներգետիկ ապագայի մասին հայտարարություններ են հնչել Ադրբեջանից։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ TRIP ծրագրի շրջանակում ադրբեջանցի մասնագետներն արդեն ուսումնասիրություններ են իրականացրել Հայաստանի տարածքում եւ նույնիսկ որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենասյուները։ Նա անդրադարձել է նաեւ Մեծամորի ատոմակայանին, հայտարարելով, որ այն հնացած եւ վաղ թե ուշ պետք է փակվի։ Ալիևի խոսքով կայանը նաեւ պոտենցիալ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար։ Հայկական կողմի պատասխանը սակայն այլ է։ ԿՊ խմբակցության падգամավոր Արման Եղոյանը խորհրդարանում անդրադառնալով Ալիևի հայտարարություններին ընդգծել է Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետները որևէ մեկը չի որոշում։ Ինչ է լինելու ժամկետի ավարտից հետո եւ ով է որոշելու Հայաստանի էներգետիկ ապագան, Անահիտ Սարգսյանի ռեպորտաժում։ Հայաստանը դեռ 10 տարի ժամանակ ունի Մեծամորի ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործումը շարունակելու համար, իսկ Ալիևն արդեն իսկ խոսում է դրա փակման եւ դրանից հետո Հայաստանի էներգետիկ ապագայի մասին, հայտարարելով, որ շահագործման ժամկետի երկարաձգումը չի կարող անվերջ շարունակվել եւ վաղ թե ուշ այն պետք է փոխվի։ Վերջնանպատակը մեկն է՝ Հայաստանին զրկել էլեկտրաէներգետիկայից, զգուշացնում է Արման Աբովյանը։ Մենք գիտենք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը մշտապես նպատակ էին դրել, թերևս խորհրդային ժամանակներ Թուրքիան, Ադրբեջանի հետ մենք խորհրդային միությունում էինք, զրկել Հայաստանին ատոմային էներգետիկայից։ Ինչի համար, որովհետեւ էներգետիկ անկախությունը դա պետական անվտանգության եւ պետական ամրության կարևորագույն բաղադրիչներից է։ Եվ երբ որ Ալիևը հայտարարում է արդեն վստահաբար, որ վաղ թե ուշ ատոմակայանից պետք է Հայաստանը հրաժարվել, սա զուգահեռվում է այս իշխանության այդ մոդուլային ատոմակայաններ եւ այլն խոսույթի իբր պետք է իրեն գան եւ փոխարինեն այն ատոմակայանը, որը այսօր գործում է։ Ըստ Ալիևի, Ադրբեջանն արդեն պատրաստում է Հայաստանի տարածքով Նախիջևան էլեկտրաէներգիա փոխանցելու նախագիծը։ Ավելին, նրա խոսքով, Մեծամորի ատոմակայանի փակման դեպքում Հայաստանը կարող է հայտնվել էներգետիկ ճգնաժամում, իսկ ադրբեջանական էլեկտրաէներգիան դառնալ լրացուցիչ աղբյուր։ Այն, որ Ադրբեջանը խոսում է Հայաստանի ատոմակայանի ապագայի եւ դրա շահագործման դադարեցման մասին, լավ բան չի հուշում, ասում է Աբովյանը։ Այսինքն այստեղ լուծվում է երկու հարց՝ ռուսական էներգետիկ համակարգի դուրս մղում, այն պարագայում, որ Թուրքիայում օրինակ ռուսական ատոմակայանը կառուցում Ակույո ատոմակայանի մասին, այսինքն այստեղ անվտանգային խնդիր չի։ Այստեղ Հայաստանին լիովին եւ լիարժեք սկզբնական փուլում կախվածության մեջ գցել է էներգետիկ։ Մինչդեռ ԿՊ падգամավոր Արման Եղոյանը հակադարձում է ատոմակայանի շահագործման ժամկետը չի որոշում ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի կառավարությունը։ Ալիևի հայտարարությունները նրա խոսքով պետք է ընդունել քաղաքական խոսույթի մակարդակում։ Ալիևը չի արել այդ գյուտը, դա որոշված փաստաթղթերով արդեն սահմանված ժամկետ է 2036 թվականը մեր ատոմակայանի շահագործման առավելագույն ժամկետը եւ մենք արդեն իսկ հայտարարել ենք, որ մենք նոր ատոմակայան կառուցելու մասին ենք մտածում եւ բանակցություններ ենք վարում մի շարք միջազգային գործընկերների հետ, ասեմ ավելին, ատոմակայանի վերաբերյալ դրույթ կա նաեւ Հայաստան-Եվրամիություն համաձայնագրում 2017 թվականին։ Ոչ թե համաձայնագիրն է որոշում ժամկետը, այլ քանի որ այդ ժամկետը կա, այնտեղ է գտել համաձայնագրում, հավելում է Եղոյանը։ Իսկ էներգետիկ անվտանգության փորձագետ Արթուր Ավետիսյանի գնահատմամբ Ալիևի ասացի մի մասը տեխնիկական իրողություն է։ Ցանկացած ատոմակայան ունի շահագործման ժամկետ, սակայն ատոմակայանի տարածաշրջանի համար վտանգավոր լինելու մասին պնդումները նրա գնահատմամբ անհիմն են։
իր նշած հանիրավի մեղադրանքներին, թեև այս անգամ ինքը եւս էլի ստիպված է ընդունել, որ ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները, փորձագետները հավաստել են, որ ատոմակայանը, հայկական ատոմակայանը մեծամորյա հետ լիովին անվտանգ է։ Դրաբար անգամ ինքը ստիպված է հիմա դա հավաստել։ Իհարկե այն ժամանակ, երբ մենք ցիտում էինք հայկական մասնագիտական փորձագիտական շրջանակը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենին կամ փորձագիտական կապիկները ՄԱԳԱՏԷ-ի հիմա ինքը անձամբ դա ընդունում է։ Փորձագետը միաժամանակ շեշտում է Ալիևի հայտարարությունը պետք է դիտարկել նաև քաղաքական ենթատեքստում։ Իրենց վաղեմի նպատակից, իսկ ես վաղեմի նպատակը դա Հայաստանին զրկել խաղաղ միջուկային ատոմային էներգետիկայից տարբեր գործիքակազմերով, այդ թվում քարոզչական։ Գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչև 2036 թվականը, բայց փորձագետի խոսքով առանցքային հարցը ոչ թե այն է, թե երբ կփակվի գործող կայանը, այլ թե ինչով է այն փոխարինվելու։ Նաև Ալիևի ենթատեքստը այն է, ասացի ենթատեքստը նաև, որ շահագործումից հանելուստում նոր ատոմական չի լինելու, իսկ մեր այդ թվում ոչ միայն մասնագիտական փորձագետներ, այլ նաև պաշտոնական բոլոր փաստաթղթերում հստակ նշված է, որ Հայաստանը պետք է ունենա նոր ատոմային կայան կամ ատոմային ռեակտոր, եթե ավելի մասնագիտորեն եւ ճիշտ խոսենք։ Հետևաբար Հայաստանը պետք է ապահովի ատոմային էներգետիկայի անընդհատությունը։ Նա դա կլինի 36 թվականից հետո նոր կայանի, նոր ռեակտորի տեսքով, թե որոշակի ժամանակ ցա եւս կաշխատի, բայց նոր անխուսափելիորեն նորի հարցը շատ հրատապ է դառնում։ Ադրբեջանի առաջարկած էլեկտրաէներգետիկ կապերը կարող են դառնալ ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական ռիսկ։ Հարցն արդեն տեխնիկականից տեղափոխվում է էներգետիկ իշխանության դաշտ։ Հայաստանի էներգետիկ ապագան որոշվելու է Երևանում, թե տարածաշրջանային նոր նախագծերի տրամաբանությամբ։ Անահիտ Սարգսյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Հայաստանի էներգետիկ ապագային վերաբերող հայտարարություններով Ալիևը չի սահմանափակվել։ Նա կրկին խոսել է նաև Ադրբեջանի մեկ այլ վաղեմի նպատակի, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե այդ նախաձեռնությունն ի սկզբանե հենց Ադրբեջանինն է եղել, իսկ դրա վերջնական լուծումը իր խոսքով տրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում։ Ադրբեջանի հիմնական մասը նրա անբաժանելի մասի Նախիջևանի հետ կապելը մեր վաղեմի երազանքներ։ Մենք վստահորեն եւ հմտորեն շարժվեցինք դեպի այս նպատակը եւ արդեն մոտ ենք դրան։ Դուք իհարկե հիշում եք, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտին Ադրբեջանի նախագահը, Ռուսաստանի նախագահը եւ Հայաստանի վարչապետը ստորագրեցին եռակողմ հայտարարություն։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը սակայն քննադատել է պաշտոնական Երևանի լռությունը, հատկապես ադրբեջանցի մասնագետների Հայաստանի տարածքում իրականացրած ուսումնասիրությունների մասին հայտարարության առնչությամբ։ Նրա գնահատմամբ նման տեղեկությունները պետք է հստակ պարզաբանվեն, քանի որ դրանց շուրջ անորոշությունը կարող է տեղեկատվական եւ քաղաքական ռիսկեր ստեղծել։ Ստացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը գաղտնի կերպով ադրբեջանցի մասնագետներ է բերել, որ Հայաստանի Հանրապետությունում որոշեն, որտեղ ինչ պետք է լինի։ Սա ոչ միայն վտանգավոր նախադեպ է, այլև տեղեկատվական խոցելիություն է ապահովում հայ հանրության համար։ Ստացվում է, որ քանի որ մեր իբր ժողովրդավարները Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներից թաքցնում են տեղեկատվությունը, այդ մասին մենք իմանում ենք հարևան բռնապետից։ Պատկերացնում եք, չէ՞, դա ինչ ռիսկեր է պարունակում։ Որքան բաներ միգուցե կան, որ Ալիևը կարող է ասել ու սրանց նեղը գցել։ Իրենք ուղիղ գործիքներ են դնում Ալիևի ձեռքում հայ հանրության վրա ներազդելու հարցում։ Դե Հայաստանի Հանրապետությունն էլ ըստ իրենց առանց Ադրբեջանի որոշման ներքին գործեր չի կարող ունենալ։ Խաղաղությունը այսպիսի տեսք ունի։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ալեն Սիմոնյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ ըստ հրապարակի տվյալների Գրիգորյանը կնշանակվի Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան։ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին հետևում է նաև ՄԱԿ-ը։ Կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարծում է, որ տարածաշրջանում կայուն կարգավորման հասնելու միակ ճանապարհը դիվանագիտությունն է։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի տեղակալի խոսքով Գուտերեշը հատկապես հետևում է Հորմուզի նեղուցի եւ Կարմիր ծովի շուրջ զարգացումներին։ ՄԱԿ-ը կարծում է, որ երկխոսությունն ու բանակցությունները կարող են ոչ միայն նվազեցնել լարվածությունը, այլև ապահովել
նավարկության ազատությունը այս կարևոր ջրային ուղիներում։ Կազմակերպությունը նաև պատրաստ է աջակցել կողմերին և միջնորդներին երկարաժամկետ լուծում գտնելու հարցում։ Մինչ ՄԱԿ-ը հակամարտությունների կարգավորման համար շեշտը դնում է բանակցությունների վրա, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասում է, միայն դիվանագիտական ճանապարհին հույս դնելը կարող է վտանգավոր լինել։ Նրա խոսքով Կիևը գործընկերների հետ արդեն ունի ծրագիր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա ճնշում գործադրելու և պատերազմը դադարեցնելու համար։ Զելենսկիի գնահատմամբ դրա համար կարևոր է նաև մարտի դաշտում ուժեղ դիրք ունենալը։ Հակառակ դեպքում նրա խոսքով բանակցությունները կարող են վերածվել Ուկրաինայի համար չափազանց մեծ զիջումների։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Միացյալ Նահանգների և Իրանի միջև հնարավոր համաձայնության շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն կողմերը դեռևս չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ։ Միջնորդի դերը ստանձնած Պակիստանից հայտնում են, գործող հրադադարի ժամկետը լրանում է օգոստոսի 17-ին, և կողմերը պատրաստ են այն երկարաձգել, սակայն Թեհրանից այս տեղեկությունը հերքում են, նշելով, որ երկարաձգման հարցն ընդհանրապես չեն քննարկել։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ կապված իրավիճակը զարգանում է Վաշինգտոնի համար շահեկան ուղղությամբ։ Թրամփի խոսքով Միացյալ Նահանգները լիովին վերահսկում է Հորմուզի նեղուցը, և եթե Իրանը փորձի որևէ քայլ անել, դրա հետևանքները ծանր կլինեն։ Իրանի շուրջ կոշտ հայտարարություններին զուգահեռ փոփոխություն է սպասվում նաև Սպիտակ տանը։ Միացյալ Նահանգների նախագահի մամուլի քարտուղար Քելոլայն Լևիթը ամսվա վերջին կլքի պաշտոնը։ 28-ամյա Լևիթը հայտարարել է, որ ցանկանում է ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի և իր երկու փոքր երեխաների հետ։ Դոնալդ Թրամփը նրան անվանել է իր ամենավստահելի օգնականներից մեկը և նշել, որ պաշտոնը թողնելուց հետո Լևիթը կշարունակի մնալ իր գլխավոր խորհրդականներից և հանրապետական կուսակցության ազդեցիկ ձայներից մեկը։ Լևիթը Միացյալ Նահանգների պատմության մեջ Սպիտակ տան ամենաերիտասարդ մամուլի քարտուղարն է։ Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ նաև Գազայի հատվածում։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Գազայի հյուսիսում հարված է հասցրել Համասի հրամանատարներից մեկին։ Իսրայելական կողմի փոխանցմամբ գործողության նպատակը իսրայելական ուժերի համար վտանգի վերացումն էր։ Գազայի շուրջ իրավիճակի վերաբերյալ կոշտ հայտարարություն է արել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ հանդիպումից հետո նա Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարությանը մեղադրել է տարածաշրջանում ստեղծված անկայունությունից օգտվելու և պաղեստինյան հարցը միջազգային օրակարգից հեռացնելու փորձի համար։ Էրդողանը միաժամանակ հայտարարել է, որ Պաղեստինի հարցը իր գնահատմամբ ոչ թե կորցնում, այլ ավելի մեծ միջազգային նշանակություն է ստանում։ Ռուսաստանի արտգործնախարարը պնդում է, որ Եվրամիության երկրների ռազմածովային ուժերը իրավական հիմք չունեն ռուսական շահերի համար բեռներ տեղափոխող նավերը զննելու համար։ Մոսկվայի պնդմամբ Եվրամիությունը Լիբիայի ափերի մոտ իրականացվող Իրինի գործողությունն օգտագործում է նաև ռուսական նավթի և այլ բեռների փոխադրումները խոչընդոտելու նպատակով։ Ռուսաստանի արտգործնախարարն այդ գործողությունները միջազգային իրավունքի նորմերի չարաշահում է համարում։ Ռուսաստանի և Արևմուտքի միջև հերթական վեճը վերաբերում է պարենային շուկային։ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ուկրաինայի հարվածները Ռուսաստանի հացահատիկային և գյուղատնտեսական ենթակառուցվածքներին կարող են նպաստել աշխարհում պարենային գների աճին։ Նման հայտարարությունը հնչել է Նովորոսիիսկի նավահանգստի հացահատիկային խոշոր տերմինալների աշխատանքը դադարեցնելուց հետո։ Ռուսական կողմի պնդմամբ պատճառը ուկրաինական հարվածների ալիքն է։ 1999 թվականից ի վեր առաջին անգամ Եվրոպայի որոշ հատվածներում դիտվել է լիակատար արևային խավարում։ Լուսինը ամբողջությամբ փակել է Արեգակը։ Երևույթը տեսանելի է եղել մասնավորապես Գրենլանդիայում, Իսլանդիայում, Իսպանիայում և Ռուսաստանի որոշ շրջաններում։ Խավարման առավելագույն տևողությունը կազմել է 2 րոպե 18 վայրկյան, իսկ Իսպանիայում սքեյթբորդիստը այդ հազվագյուտ երևույթը յուրօրինակ կերպով է դիմավորել, հնարք կատարելով խավարող Արեգակի ֆոնին։ Սեդակ Յուրեղյան, Սվետլանա Պետրոսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Լավ լուր երևանցիների համար։ Վաղվանից կվերականգնվի Կիևյան կամրջով երթևեկությունը։ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ կամրջի բացումից հետո հարակից ճանապարհահատվածներում նույնպես կվերականգնվեն երթևեկության նախկին կարգավորումները։ Հիշեցնեմ, որ կամրջի հիմնանորոգման համար համայնքային բյուջեից հատկացվել է 456 միլիոն դրամ։
Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 31-ից 33, իսկ երեկոյան 19-ից 21 աստիճան տաքություն։ Այս ժամի համար նախատեսել ենք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք, ABC լուրերի գլխավոր թողարկումը ժամը 18-ին է, կհանդիպենք։